Տեխնոլոգիական հեղափոխությունը Հայաստանի պես փոքր երկրին նորարարության ասպարեզում մեծ խաղացողի վերածեց։ Silicon Mountains տեխնոլոգիական ֆորումը շարունակում է շրջել Հայաստանի մարզերով ու բացահայտել թաքնված պոտենցիալը ու ներուժը։ Այս անգամ ֆորումը Վանաձորի ՔՈԱՎ կենտրոնում էր։ Մասնակիցները ՏՏ ոլորտի տեղական եւ միջազգային փորձագետներ են եւ պետական գործիչներ։ Թեման շատ հետաքրքիր է։ Միշտ մենք խոսում ենք, լսել ենք արհեստական բանականություն, լսել ենք կիբերամտանգության մասին եւ ոնց որ դարձել է առօրյա կյանքի անբաժանելի մաս ու իրականությունում այդպեսին է։ Հատկապես որ հասարակությունն ալ պետք է բավական հասկանա թե ինչ է արհեստական բանականությունը եւ ինչն է կիբերամտանգությունը եւ չպետք է վախենալ, այլ պետք է գրթվել։ Կիրիկյանը Հայաստանում կիբերամտանգության մակարդակը բավարարից ցածր է գնահատում։ Ասում է դեռ շատ կրթվելու տեղ ունենք։ Սովորական եւ որ գալիս է էլեկտրոնային նամակ ու մենք մեջը հղում է լինում, առանց մտածելու սեղմում ենք այդ հղումի վրա, ոնց որ մենք մեր վիզը հանձնում ենք այդ հակերին։ Silicon Mountains-ը սկիզբ է առել 2019 թվականից։ Անցած տարի առաջին անգամ արեցինք Շիրակի մարզ Գյումրի քաղաքում եւ հասկացանք, որ մենք մի քիչ էլ ուշացել ենք։ Մարզում կա չբացահայտված մեծ պոտենցիալ։ Կան մարզային ընկերություններ, որոնք շատ տարատեսակ, շատ խելացի լուծումների վրա են աշխատում։ Պետք է այս ամենը տանել մարզեր, որովհետև մենք խնդիր ունենք Երևանում կենտրոնացվածության, բավականին լավ թեք ոլորտ ունենք ձևավորված, բազմաշերտ եւ մասնագետների առումով, որ ցանկացած ձևի մասնագետ կարելի է Հայաստանում գտնել երևի հատկապես սոֆտ ուղղությամբ, հարցը մնում է այն ընդամենը մենք մոտակա եւ շատ ժամանակ չունենք, մոտակա 1-2 տարում Հայաստանից դուրս կգան պրոդուկտներ եւ լուծումներ, որոնք չկան դեռ եւ որոնք կգրավեն աշխարհը։ Արհեստական բանականության եւ կիբերամտանգության մասին ելույթներին զուգահեռ ՔՈԱՎ Smart Center-ում կիբերպատերազմներ են։ Մասնակիցները պայքարում են DDoS հարձակումների դեմ։ They're trying to keep these services up and running against the attacks that I have currently started. DDoS is more about trying to get the service down from an external attacker, right? So usually what DDoS is about, you can imagine you have a huge number of clients from outside which are controlled by one single attacker. And what he's doing is he's trying to launch an attack from all these clients simultaneously to overload the service that is being under attack. Silicon Mountains-ը այս տարի եւս մեկ տեխնոլոգիական ֆորում կունենա, այս անգամ Երևանում։ Անի Հովանեսյան, Վարդան Պողոսյան, Renews Armenia։